հայտնել է ներկայացված մեղադրանքի, ներկայացված միջնորդության վերաբերյալ, որ բացարձակ անհիմն է, որևէ հանցանքի մասին խոսելը առնվազն անլուրջ է։ Դա պարոն Կարապետյանի խոսքն է։ Դե ես բառացի չեմ մեջբերի, այո, պարոն Կարապետյանը իր դիրքորոշումը հայտնել է, կտրուկ դեմ է, ինչպես պաշտպանության կողմը։ Իսկ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր, խոսել է այս մասին, այս զարգացումները, նա սպասում էր, որ այս բան կհաջողվի։ Մենք էմոցիոնալ հարցերին չենք կարող պատասխանել, իրավական հարցերին կպատասխանենք։ Դատախազը ինչպես է հիմնավորում, օրինակ այդ հայտարարությունը ինչպես է։ Իմ կարծիքն եք ուզում, դատախազը չի կարողանում հիմնավորել, եթե իմ կարծիքն է։ Իրավական առումով հեծը վերցնելու ինչ մեթոդներ կարող է իշխանությունը կիրառել։ Մենք հեծի հարց չենք քննարկել։ Կասեք մեղադրող դատախազի անուն ազգանունն է։ Չեմ ցանկանում ասել։ Լավ, բայց ինչպես է հիմնավորում, պարոն Հակոբյան։ Ուղղակի հետաքրքիր է շատ, թե դատախազը ինչպես է այդ փոքրիկ մեկնաբանությունը հիմնավորում որպես կառավարությանը տիրանալու իշխանությունը զավթելու կոչ։ Որպես կանոն կանանքի միջնորդությունների քննարկման ժամանակ ներկա է լինում գործը քննող քննիչը։ Հազվադեպ է լինում, երբ մասնակցում է նաև հսկողություն իրականացնող դատախազը, տվյալ միջնորդության քննարկմանը ներկայացել էին երկու քննիչներ, որից մեկը ընթացքում հեռացավ եւ դատախազ, այսինքն ներկայացել էին 3 քննիչներով։ Ինչ է սա նշանակում։ Կարելի է ենթադրել, որ նաև ճնշման այսպիսի մեթոդ էր, որ տեսեք մենք 3 հոգով ենք եկել, այսինքն հարգելի դատարան, այս գործը մեր համար շատ կարևոր է։ Իսկ զգացվեց դատավորից ճնշվածություն, պարոն Հակոբյան։ Նիստը վարելու ընթացքում չզգացվեց։ Դատավոր Արտակ Կարապետյան։ Իսկ ուզում էի հարցնել, ինչ է քաղաքական ճնշում դուք տեսնում եք, դուք կարծում եք, որ սա քաղաքական հետապնդում է։ Այդ հարցին պատասխանել են արդեն ոչ իրավաբանները, ես իրավական գնահատական եմ տալիս, բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական պրոցեսի ականատեսը չենք։ Պարոն Հակոբյան, եթե իրավական պրոցեսի ականատես չենք, իրավական լուծում ակնկալում եք այս դեպքում։ Եթե իրավական լուծումը այս պահի դրությամբ, օրինակ քննիչի ներկայացված միջնորդությունը մերժելն է։ Իսկ ինչու ժամի առումով չի նշել, պարոն Հակոբյան, կա նման ընթացակարգ, որ սովորաբար ժամային առումով չեն նշում, գնում են խորհրդակցական սենյակ։ Եթե ժամ չեն նշում, ուրեմն մի քիչ շատ պետք է աշխատեն կամ իրանք չգիտեն ինչքան պետք է աշխատեն այդ որոշման վրա։ Մոտ 4 եւ ավելի ժամ նիստ եղավ, դատավորը պետք է այդ ամեն ինչը թղթի տա։ Հնարավոր է այսօր չհրապարակվի դատախազը։ Մեզ ասեց պատրաստ լինելուն պես եւ ասեց ժամ չեմ նշում, հրապարակելուց 30 րոպե առաջ աշխատակազմը մեզ տեղյակ կպահի։ Ես պարոն Կարապետյանը մնալու եմ, ինչ է դուքների դա որտեղ է։ Այստեղ կա արգելանքի տակ գտնվող անձանց համար նախատեսված փակ գոտի։ Պարոն Ֆերոյան, ես մի փոքր Հակոբյան, դուք ինչ տպավորություն եք։ Դե բերեք տպավորություն։ Որտեղ շատ երկար տևեց, թվում է թե շատ բարձ է, մի նախադասություն։ Դատավորը մանրամասն քննության ենթարկեց քննիչի միջնորդությունը մեր դիրքորոշումները մանրամասն ուշադիր լսեց, ինչ դիրքորոշում կհայտնի, մենք ձեզ կասենք։ Իսկ դատախազը ինչպիսին է, ինչպես է իրեն պահում։ Կարողանում է համոզիչ փաստարկներ վերել, որ Սամվել Կարապետյանը պետական հեղաշրջում։ Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազի եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր հիմնավորումները։ Այսինքն ինչպես էր մեկնաբանվում։ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Երբ օրինակ հարց տվել են արդյոք Սամվել Կարապետյանին, ինչ է նկատի ունեցել, երբ ասել է մենք մեր ձևով կմասնակցենք։ Մեր ձևով հարցը տվել են, պատասխանը ներկայացրել է, իր պատասխանը, դե հիմի ես այդ պատասխանը որ ներկայացնեմ լավ, ասել է, որ ես այն կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։
Պարոն Հակոբյան, տեսանյութն է եղել հիմնական ոչ թե սղագրությունները, այլ տեսանյութը, որովհետև սղագրություններ կային, որոնք տարբերվում էին տեսանյութում եղած ինֆորմացիայից։ Սղագրությունը դուք կարող եք յուրովի անել, ես յուրովի կարող եմ սղագրություն կատարել։ Ունեք տեսանյութ, որը Այսինքն օպերատիվ որևէ տեղեկություն չի եղել այն։ Տեսանյութն է, տեսանյութի հիման վրա զննության արձանագրությունն է եւ զննության հիման վրա հաղորդումն է։ Իսկ դատավորի մասին ինչ կարծիք ունեք։ Տարբեր կարծիքներ հիմա չեմ հնչեցնել, բայց եթե առնչվել եք երբևէ իրականին նորանշանակ դատավորի կոնկրետ տվյալ դատավորի մասին լսել եմ, որ կայացրել է եւ արդարացման դատական ակտեր եւ մեղադրական դատական ակտեր։ Կարապետյան Արտակ։ Իսկ մեղադրող դատախազը ոնց հասկացանք, այսինքն նախաքննական մարմինը հենց կալանք է, չէ՞, պահանջում, մտածում եմ, որ երևի շատ վտանգավոր հանցագործ է կարող ինչ-որ բան անել, այդպես է։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել խափանման միջոց կալանք եւ իր միջնորդության մեջ նշել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն ապահովել մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Մի բան չգիտեմ, թեպետ դուք ձեր խոսքում ասացիք, բայց կխնդրեմ հստակեցնեք։ Նույնիսկ եթե ամենամեղմ խափանման միջոցը կիրառվի, օրինակ գրավ X միլիոն դրամի դիմաց, ազատ եւ ստորագրություն երկիր չբացակայել, դուք միևնույն է դա կբողոքարկեք։ Միանշանակ։ Իսկ դատարանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները դուք մեջ բերել եք, ներկայացրել եք, որպեսզի բարձ լինի նաև քաղաքական ենթատեքստը եւ հետապնդումը։ 4.5 ժամ դատական process ա եղել, չենք կարող ամբողջությամբ ձեզ ներկայացնել։ Շնորհակալություն, որ այն եղեք։ Կարևոր է, որովհետեւ ամեն ինչ հաջորդել է։ Օրինակ նաև ամբիոնից ասած, որ եթե հեծի աշխատող կան, Հեծի հարց չի քննարկվել։ Փաշինյանի հայտարարած իրավաբան ինչ եք կարծում, կա իրավական մեթոդ մասնավորից հեծը վերցնելու։ Ես տեղյակ չեմ այդ փոխը։ Որպես իրավաբան այդպեսի Որպես իրավաբան ես քրեական ոլորտի մասնագետ եմ, հարցին պատասխանելու համար պետք է ծանոթ լինեմ։ հիմա որտեղ է գտնվում պարոն Կարապետյանը։ Դատարանում արգելանքի տակ գտնվող անձանց համար առանձնացվեց փակ զոնա կա, փակ գոտի կա այնտեղ է։ Պարոն Հակոբյան, կարգով ամենաուշը երբ կարող են հրապարակել որոշումը։ Ամենաուշը ձերբակալման ժամկետը դատարանը չէ, 72 ժամ չէ, դատարան մուտք արվելուց 12 ժամվա ընթացքում։ Պարոն Հակոբյան, ասիք որ ոլորտի մասնագետ եք եւ երկարամյա մասնագետ եք, ուզում եի հասկանալ, այսպիսի նախադեպ ունեցել եք, այսպիսի մոտիվներով գործառուցել, անհասկանալի։ Չենք ունեցել։ Եվ դժվար էլ թե լինի երբևէ։ Հիմա ընդմիջվել են իսկ այստեղ։ Չէ, ավարտվել է, դատավորը հեռացել է առանցին սենյակ, դատական ակտ Պարոն Հակոբյան, կայացնելու մի բան էլ, երեք տան դիմացից նաև այլ անձինք են ձերբակալվել, նրանց ճակատագրի մասին ինչ կարող եք հաղորդել եւ դուք եք Ես ընդհանրապես ոչ, ես չեմ ներկայացնում շահերը, ձեզ կարող եմ տեղեկացնել, որ 50-ից ավելի անձ 51 թե կոնկրետ քանակը չեմ կարող ասել, տարվել է ոստիկանություն հարկադրաբար իմ տեղեկություններով անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ երկուսի թևն է կոտրվել, հա։ Բայց ինչու է Իսկ այն տարել, Ես փաստաթղթավորումը չեմ տեսել։ կա այդ փաստաբանը։ Իմ ստացած տվյալներով բոլորին պահել են ժամկետից շատ, առավելագույն ժամկետից շատ, եւ իմ ստացած տեղեկություններով նաեւ ոմանց ոստիկանները սեփական տան սեփական տարածք ներխուժել են եւ այնտեղից են տարել։ Ճիշտ է, որ երեք խոզարկության հա, այսինքն հակառակական գործողություններ Այո, փաստաբաներ կան զբաղվում են այդ հարցով։ Չէ, ես նման տվյալներ չունեմ։ Իսկ Կարապետյանը այդ անխոզարկություն անցկացրել, որտեղ այդպիսի տեղեկություններ կա, որ սկզբից ուզել են խոզարկել, բայց որոշում չեն ունեցել դատարանի։ Այդ արդեն նախաքննության գաղտնիք կարող է լինի, որ հրապարակեմ։ Խոզարկությունները, չէ, զուտ փաստը խոզարկության ուզում եք իմանալ կա, թե չէ, խոզարկել են բնակարանը։ Տունը խոզարկել են, այո։ Ինչ-որ բան արգրավել են, գտել են, ասենք պետական հեղափոխական։ Ես չեմ մասնակցել խոզարկության արդյունքները դες հայտնի չեն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Լավ, օգնածում է երկոր որտեղ Մենք էլ ենք օգնածում, Չէ, բայց բան Կարապետյան։ գնել եք